ովքեր են քաղբանտարկյալները։ Բարի։ Նախ սկսենք իրավական տերմինաբանությունից։ Մեր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականին ընդունեց 1900-րդ բանաձևը, որտեղ տվել է քաղբանտարկյալ բնորոշումը հասկացությունը։ Ինքը որպեսզի չծանրաբեռնենք, մեր լսարանին 5 կոմպոնենտ է տալիս բաղադրիչ, թե որ դեպքում մարդը եթե ազատազրկվել է, կհամարվի քաղբանտարկյալ։ Օրինակ նման դեպք է, եթե մարդու նկատմամբ սովորական պայմաններում, եթե ինքը հանցագործություն գործած լիներ, նման միջոցներ չէին կիրառվի, քան եթե նա իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտել ու այդ պարագայում։ Օրինակ մենք մեր հասարակության կոնկրետ դեպքերը բերենք, մարդիկ, ովքեր քաղբանտարկյալ են, վերջին թարմ դեպքը, գործարար, մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը։ Այլ դեպքում, եթե ինքը քաղաքական հայացք չորակեր մեր երկրի իշխանությունը իր ասելիքը ինչ է արել, եկեղեցու նկատմամբ գործադիր իշխանության ղեկավարի կողմից գործընթաց մեկնարկվեց, Սամվել Կարապետյանը ընդամենը 1 րոպեին չհասնող հարցազրույց տվեց եւ ասաց, եթե երկրում քաղաքական դաշտում մարկա ուժերը այս իրավիճակը չսկսեն վերահսկել ու կանխարգելել, մենք կմասնակցենք մեր ձևով։ Այդ 3 հատ բառի միասնությունը շատ սուր ընկալվեց վարչապետի կողմից, նա սկսեց Facebook-յան գրառումներ անել ու անգամ ժամանակ չտվեց իրավապահ մարմիններին գործելու։ Այսինքն, երբ որ մարդը մի բան ասում է, որպեսզի դա համարվի հանցագործություն, այդ խոսքերին ուղղված ինչ որ գործողություններ պետք է կատարվեն։ Դա հանցակազմի առկայությունն է բոլոր տարելով։ Մենակ մի բան հնչեցնելը դա դեռևս հանցագործության ու հանցակազմի առկայության հիմք չէ։ Անկամ ձևական առումով այդ ժամանակը չտրվեց իմիտացիա անելու, որ ինչ որ գործընթաց է տեղի ունենում։ Անմիջապես գործադիր իշխանության սպառնալից գրառումներից հետո նույն օրը իրավապահ մարմինները ներխուժեցին պարոն Կարապետյանի առանձնատուն, հետո նա գնաց ոստիկանություն, նրան ձերբակալեցին, այնուհետև արդեն դատանում նա կալանավորվեց։ Ինչու է նա համարվում քաղբանտարկյալ, այս օրինակով բերենք, որովհետև այլ պարագայում, եթե սովորական առօրեական ինչ որ իրադարձության վերաբերյալ ինքը կարծիք հայտներ, նրան դրա համար չէին ձերբակալի ու չէին կալանավորի ու շուրջ 5 ամիս ապօրինի անազատության պայմաններում չեն պահի։ Նույնը 18 արդարների գործով, իդեմ Բագրատ Սրբազանի մենք ունենք իրավիճակ կոնկրետ Լիդիա Մանթաշյանի դեպքին, մենք ուշադրություն բևեռենք։ Ինչու է նա քաղբանտարկյալ համարվում, որովհետև այս պահի դրությամբ հերիք չի բոլոր գործով ներգրաված մարդկանց նկատմամբ եւ կալանք էր կիրառված, իսկ կալանքը ամենածանր խափանման միջոցներից է։ Պետությունը ունի խափանման միջոցներ, սկսած ստորագրություն չհեռանալու մասին, վերահսկողություն վարչական, որ կոնկրետ ժամերի շարժը սահմանափակվում է, տնային կալանք, իսկ կալանքը դրանից ամենածայրահեղն է։ Կալանքի կիրառումը, երբ բացարձակ արգելափակվում է մարդու ազատ տեղաշարժը, անձնական ազատությունը, պետք է ծայրաստիճան հիմնավորված լինի։ Օրինակ, եթե նրան թույլ տան ազատություն, նա ինչ որ կերպ կարող է ազդել գործի վրա, նախաքննության ընթացքի վրա, գործի քննության ընթացքի վրա, նա կարող է ինչ որ ծանրացուցիչ հանգամանքներ կան, որոնք հաշվի առնելով դատարանը այդ կալանքն է կիրառում որպես խափանման միջոց։ Լիդիայի պարագայում նա այս պահին միակն է 18-ից այդ գործով անցնող, որ կալանքին զուգահեռ նաև տեսակցությունների ու խոսակցությունների արգելք է կիրառված։ Այս պայմաններում այդ միջոցառումները խափանման ոչ այլ ինչ են, քան պատժիչ միջոց մարդու նկատմամբ իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով պայմանավորված։ Ես հիմա օրինակները բերեցի, այսինքն քաղաքական բանտարկյալը այն մարդը ու կարևոր է ընդգծել, մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ քաղաքական բանտարկյալ անպայման պետք է այն մարդիկ լինեն, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում։ Ոչ, մեր երկրում քաղաքական բանտարկյալը եղել այգեբանը, զինվորը, գործարարը, արդեն հոգևորականները, բացառապես նրա համար, որ նրանք ոչ թե զբաղվում են քաղաքականությամբ, այլ նրանք ունեն ընդդիմադիր հայացքներ։ Նրանք բարձրաձայնում են այս իշխանության կողմից թույլ տրվող հակաիրավական գործողությունները, հակաիրավական արարքները։ Նրանք գնահատական են դրան տալիս, նրանք ոչ են անում չանցնել թույլատրելիության սահմանը։ Իսկ երբ իշխանությունը չի հանդուրժում քաղաքացիների, մեր երկրում բնակվող մարդկանց ազատ խոսքը,
չի հանդուրժում տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը ու սկսում է մարդկանց նկատմամբ իրավապահ մարմինների միջոցով միջամտություն կատարել։ Այսինքն, երբ երկրի արդարադատությունը, դատական իշխանությունը եւ իրավապահ մարմինները վեր են ածում քաղաքական իշխանության գործիքների, այդտեղ թե մեր երկրի իրավական բնույթն է խաթարվում, թե իրավունքի գերակայությունն է նահանջում, ու մարդիկ այս ուղղակիորեն անազատության պայմաններում են հայտնվում այն գործողությունների համար, որոնք իրենք իրավասու են կատարել։ Նորմալ ժողովրդավար իրավական պետություններում մարդիկ իրավունք ունեն ունենալու ընդդիմադիր հայացքներ, ու մարդիկ իրավունք ունեն նաև իրենց քաղաքական հայացքները դրսևորելու տարբեր եղանակներով։ Սա ես չեմ ասում, սա ասում են թե մեր սահմանադրությունը, թե հավաքների ազատության մասին օրենքը, թե միջազգային մի շարք կոնվենցիաները, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարուստ նախադեպային պրակտիկան, որը տարբեր երկրներում, ովքեր իրենց ռեժիմով ոչ այլ ինչ ենքան արդեն ավտորիտարի հակում ունեցող, մեր երկրում ցավոք սրտի արձանագրում ենք, որ այս իշխանությունը, որը այս քաղաքական ուժը, որը իշխանության եկավ ժողովրդավարության դրոշակը ձեռքին, այդ եւ ժողովրդավար արժեքները պահպանելու դրոշակը ձեռքին, դարձել է այդ ժողովրդավարության հիմնարար արժեքները գետնին տվողներից առաջատարը։ Ինչա տեղի ունենում, երբ մարդը օրինակ ոնց իրավունք ունի, հա, հայտնելու կարծիքը, օրինակ փողոցային ակցիաներ են տեղի ունենում, մարդիկ փողոց են փակում ի նշան անհամաձայնության կոնկրետ գործողությունների։ Իսկ այդ գործողությունները մեղմ ասած արդարացված էին, հա, որ դրանց պարագայում մարդիկ սկսեն քաղաքական ակցիաներ ու գործողություններ կատարել։ Օրինակ, Արցախի շուրջ իրադարձություններ, պատերազմական իրավիճակներ, տարբեր սոցիալական գործընթացների թերի կատարում կամ չկատարում։ Մենք ունեցել ենք տարբեր ակցիաներ, հա, ծաղկավաճառների հետ կապված, կոնյակագործների հետ կապված, վերջին թարմ դեպքերն եմ ներկայացնում, մեր վաճառականների հետ կապված, այս մարդիկ բոլորը լուրջ հետևանքներ են իրենց բիզնեսների եւ իրենց առօրյայում կրում, ձկնաբույծների հետ կապված շատ աղմկահարույց երկարատև պրոցեսը, ու այդ խնդիրները իրենք կրում էին բացառապես կառավարության քաղաքականության հետևանքով, ու երբ մարդիկ սկսում են բարձրաձայնել ու սկսում են ակցիաներ կատարել ու իրենց նկատմամբ միջամտություն է տեղի ունենում, դա արդեն իշխանության չարաշահում է եւ դա քաղաքական կոմպոնենտով մարդկանց վրա ներազդեցություն է։ Այո, բնականաբար այս իշխանությունը չի ընդունելու, որ իրենք չարաշահում են իրենց իշխանությունը, որ իրենք միջամտում են, բայց կան դրա համար գործիքներ ու ցուցիչներ, երբ ամբողջ մասնագիտական համայնքը միակարծիք է, բացի իրենցից ու իրենց հետ ուղղակիորեն համագործակցող ուժերից, իսկ դրանք գնալով դրանց շրջանակը փոքրանում է, ուրեմն միանշանակ ճշմարտությունը մեկն է, ու դա զուտ իմ կարծիքը չէ, ես իմ պնդումները անում եմ կրկին հղում կատարելով միջազգային իրավունքին, հա, կրկին ինչպես ասի նախադեպային պրակտիկային, անգամ եթե կհիշեք վերջերս Հայաց Երևանում կայանում էր Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստը եւ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորը կոնկրետ գնահատականներ հնչեցրեց։ Նա, եթե չեմ սխալվում, պարոն Ամորիի մասին է խոսքը, նա հստակ ահազանգեց, որ իրենք հետևում են հայաստանյան իրադարձություններին, որ արձանագրվում է, որ մարդկանց նկատմամբ պայմանավորված իրենց քաղաքական իրավունքների իրացմամբ ուղղակի միջամտություններ է թույլ տրվում եւ որ ժողովրդավարության նման նահանջը ուղղակի խոչընդոտ է լինելու դեպի Եվրոպական միություն, այդ բաղձալի երազանքին ու այն գործընթացին, որը փորձում է մեկնարկել մեր իշխանությունը։ Նոտարկյալների տիպը Հայաստանում ավելանում է, որտեղ է պայքարը նահանջում եւ որտեղ է իշխանությունը։ Տեսեք, շատ կարևոր հանգամանք է, որ մենք միայն այսօրվա քաղբանտարկյալների թվով չառաջնորդվենք։ Այս պայդրությամբ Հայաստանում շուրջ 40-ից ավելի քաղաքական բանտարկյալ ունենք, բայց վերջին 5 տարիների ընթացքում 100-յակ անցնում են, հա, մեր քաղբանտարկյալները։ Մենք ունեցել ենք քաղաքական բանտարկյալ, ով բանտում հացադուլ է հայտարարել եւ վատագույն ելք է ունեցել, հա, մահացել է դրա արդյունքում ու այդպես էլ ականջալուր ու հետևողականություն իշխանությունը չի կրում։
մենք ունեցել ենք քաղբանտարկալի դեպք, երբ արտահայտության համար մարդուն դատապարտել են ու մենակ դատապարտված լինելու ժամանակ ենք, մարզերում է դա դեպքը տեղի ունեցել, հետին թվով ենք մենք իրազեկվել, որ նման դեպք կա ու ակնհայտ այդ մարդը քաղաքական բանտարկյալ էր համարում, որովհետև իր գործողությունը արարքը չէր համապատասխանում դրա որակմանը ընդհանրապես փաստական հանգամանքներով։ Հենց այս մարդիկ են քաղբանտարկյալ մարդիկ, ում նկատմամբ երկրում իրավապահ մարմինները եւ արդարադատությունը տարբերակված մոտեցում են ցուցաբերում։ Ես ինքս բերել էի օրինակներ մեր ոստիկանությունից ցուցիչներ էին ներկայացնում օրինաչափություններ, գիտեք, մեր երկրում հանցավորությունը տասնյակներով գրեթե բոլոր հանցատեսակների բնագավառներում աճում է։ Ու օրինակ ոստիկանապետը նախկին խորհրդանական լսումների ժամանակ ազգային ժողովում ներկայացրեց այսպիսի դեպք, որ նաև այդ աճը պայմանավորված է նրանով, որ դատարանները ոչ համարժեք խափանման միջոց են կիրառում։ Օրինակ իրենք դեպք էին ունեցել, երբ գողություն կատարած մարդուն ձերբակալել էին, այդ մարդուն նկատմամբ դատարանը կիրառել էր խափանման միջոց վարչական վերահսկողությունը, նա դուրս էր եկել եւ եւս 4 գողություն էր կատարել։ Անկամ փոխոստիկանապետը վերջին բանավեճ ունեցանք, այնտեղ դեպքեր ներկայացնում, որ տասնյակից ավելի հանցագործություն է կատարել խափանման միջոցի պարագայում։ Ես օրինակ բերեցի, երբ ունեցել ենք իրավիճակ, դատարանը սպանության մեջ մեղադրվողին սպանության փորձի մեջ մեղադրվողին տնային կալանք էր կիրառել, եկել էր մյուս կողմը վենդետա անելու ու այդտեղ արդեն այդ տնային պայմանների վիճակում սպանություն էր գրանցվել։ Ինչի մասին է սա, որ անգամ ունեցել ենք դանակահարության դեպք, երբ կրկին վարչական վերահսկողություն է կիրառվել։ Այսինքն մեր պրակտիկայում իրավակիրառ արդեն բազմաթիվ են դեպքերը, որ անգամ ակնհայտ խնդրահարույց իրավիճակներում դատարանը շատ ավելի մեղ միջոցներ է կիրառում, քան օրինակ մեր սրբազան հայրերի նկատմամբ։ Մենք այսօր ունենք ազատազրկված 3 բարձրաստիճան հոգևորական։ Օրինակ, ինչու էր Միքայել Սրբազանի նկատմամբ կալանք կիրառվում։ Այն դեպքում, երբ նրա նկատմամբ միջին ծանրության հանցագործությամբ էր մեղադրանք առաջադրված եւ մարդը դատապարտում էր իր հրապարակած խոսքերի համար, ընդ որում ընդգծեմ, այստեղ կրկին փաստական հանգամանքներ չկային, որոնք որևէ գործողության մասին վկայակոչող փաստ չկար, որը կամրապնդեր, որ այդ մարդը իր խոսքերին, որը հնչեցվել է ուղված, այդ խոսքերը կյանքի կոչելու մի գործողություն գոնե կատարել է, չկար ակնհայտ հանցակազմ։ Ու այսօր Միքայել Սրբազանը դատապարտված է 2 տարվա ազատազրկման, ու այդ ողջ ընթացքում միշտ դատավարությունը տեղեր ունենում ու տեղեր ունենում շատ արագացված կարգով այն պայմաններում, երբ մեր դատական իշխանությունը այն շատ ծանրաբեռնված է, երբ շատ ավելի պրիմիտիվ գործեր երկարամյա տարիներ են տևում, այս պարագայում քաղաքական գործերով, երբ կա հրահանգավորվածություն, արագընթաց դատավարություններ են կազմակերպում եւ այդ ողջ ընթացքում Միքայել Սրբազանը պահվել է անազատության մեջ, կալանքի ներքո, նրա նկատմամբ կիրառվել էր ամենածանր խափանման միջոցը։ Ինչու՞։ Հենց սա է ԵԽԽՎ-ի 1900-րդ բանաձևի կոմպոնենտներից մեկը, որ եթե չլիներ քաղաքական հրահանգավորվածություն եւ նպատակահարմարություն, Միքայել Սրբազանը կալանքի ներքո չէր գտնվի։ Հենց սրանով է ապացուցվում, որ Միքայել Սրբազանի նկատմամբ կալանքը ոչ թե որպես խափանման միջոց էր կիրառվել, այլ կալանքը կիրառվել էր որպես պատժիչ միջոց նրա ընդդիմադիր հայացքների համար։ Ու սա նաև այլ նպատակ ունի։ Երբ երկրում ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ իշխանությունը նման միջամտություններ է թույլ տալիս, նա փորձում է այդ պատժիչ օրինակներով հանրության նկատմամբ ներգործություն ունենալ, որպեսզի մարդիկ կաշկանդվեն իրենց քաղաքական կարծիքները բացահայտելու, բարձրաձայնելու ուղղությամբ։ Կրկին, լրատվամիջոցները բազմաթիվ վերջերս փորձարկումներ են անում, երբ փողոցներում հարցումներ են իրականացնում, ինձ որպես իրավապաշտպանի ահազանգում են, որ մարդիկ խորշում են իրենց կարծիքը տեսախցիկի առջև հայտնելու։ Դա եւս մեկ ցուցիչ է, որ այո, այդ ահավասիկ իրավիճակը տարածվել է հանրության շրջանակներում, այսինքն վերևից թելադրվում է իշխանության կողմից, փորձվում է ձևավորվել վախի մթնոլորտ եւ փորձում են կաշկանդել մարդկանց կարծիքն ազատ արտահայտելու հիմնարար իրավունքը։
Das ist չի անում սպորտը գործիք ցանկի անցկաց գործողություն ուղղված էսի չկա պետք է լինի ազատության մեջ այս դեպքում որքանով է արդարացված Սամվել Կարապետյան գալը Որովհետև տեսեք, հա, գուցե գործարար են, հնարավորությունները շատ ավելի շատ են, ֆինանսական լուրջ հնարավորություններ, բայց ասել եք պայքարենք մեր ձեռով եւ փաստացի չի հասցրել այլ գործողություն անել, որ իրավապահները տեսնեն, ճիշտ եմ հասկանում ձեր ասածից, այդ դեպքում ինչու է կալանավորված։ Հենց Այդտեղ իրավական հիմք որպես ինչ կարող է Տեսեք, պատասխանը ակներև է, ինք պարոն Կարապետյանի դեպքը այնքան ակներև քաղաքականացած ու այնքան անհիմն էր։ Ես նույն օրը, հա, երբ կալանքի նիստ էր, դատարանի դիմաց կարծիք հայտնեցի, որ մենք շուտով կտեսնենք ինչպես են առաջադրվում պայմանական փողերի լվացման դրվագներով հանցագործություններին։ Ու շատ ուշագրավ է, որ հենց այսօր մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը տեսա ուղերձով Հեցի մեր երկրի հա էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության շուրջ իրադարձություններին ուղիղ եթերով տվեց գնահատական, որ ստեղ առկա է փողերի լվացում։ Չեք պատկերացնում, հա, եթե այլ երկրում լիներ, ինչպիսի միջազգային աղմուկի առարկա էր հանդիսանալու, ես համոզված եմ, որ դեռևս կհանդիսանա։ Այսինքն վարչապետը ուղղակիորեն տեսակապով հրահանգավորեց ամբողջ իրավական համակարգին, դա ուղղակի հրահանգավորում է, որովհետև այդ մարդիկ ըստ էության ազդակ են ստանում գործադիր իշխանության ղեկավարից իրենց իրավապահ համակարգի հետագա գործողությունների վերաբերյալ, որ ինչպիսի որակում տան հանցագործությանը, ել չասած, որ անմեղության կանխավարկած ընդհանրապես մեր երկրում չեղարկվել է, մեր երկրի մեր սահմանադրությունը ամրագրել է անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը, որը ենթադրում է, որ մարդը անմեղ է համարվում իրեն մեղսագրվող արարքում այնքան ժամանակ, քանի դեռ այդ արարքը ամրապնդող ուժի մեջ մտած իրավական դատական ակտ գոյություն չունի։ Այս բոլոր դեպքերով, որը ես նկարագրում եմ, մարդուն իշխանության տարբեր աստիճանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք տվել էին հնդածս ու ի սկզբանե կոնկրետ որակավորող գնահատականներ։ Սամվել Կարապետյանը քեսը ընդհանրապես զավեշտ է, որովհետև ես արդեն ներկայացրեցի, հա, մարդը ընդամենը 1 րոպե չհասնող այդ ինտերվյուն հարցազրույցը տվել էր, անգամ ժամանակ չէին տվել նյութեր նախապատրաստելու կամ իմիտացիա անելու, որ իրավական գործընթաց է տեղի ունեցել։ Նույն օրը գիշերը մի հիստերիա տեղի ունեցավ, հա, ու դա նորմալ չէ։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը իր աղբյուրները, օրինակ Facebook-յան կայք էջը, որը իր համար սպասարկում է որպես վարչապետի գործառույթներ իրականացնելու, այդպիսի նպատակներով ստատուսագրումներ է իրականացնում, հրահանգավորումներ է կատարում։ Նա սահմանազանցում է իր լիազորությունները։ Մեր երկրում կա օրինականության սկզբունք, կրկին սահմանադրությամբ ամրագրված։ Օրինականության սկզբունքն ասում է, որ ի տարբերություն ինձ եւ ձեզ, հասարակ քաղաքացիներիս, ովքեր իրավասու են կատարել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, իրենք բարձրաստիճան պաշտոնատար անձինք կաշկանդված են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են սահմանադրությամբ եւ օրենքով։ Եթե իրենք այդ գործողությունների շարքից դուրս գործողություն են կատարում, դա արդեն հակաիրավական ու հակասահմանադրական է ու պետք է ունենար նորմալ պետության, նորմալ իրավական պետության պայմաններում ունենար հետևանքներ այդ պաշտոնյայի համար։ Հիմա երբ իր համար ոչ դուրեկան մեկնաբանություն է արել Սամվել Կարապետյանը, ընդ որում ընդգծենք, հա, որ Սամվել Կարապետյանը այն մասշտաբի գործարար է, ում դեմքով մեզ աշխարհն է ճանաչում, հա, այդ մարդը Forbes-ի ցանկում էնել առաջի պահ է եղել 100-յակում գտնվող գործարար է իր մասշտաբով եղել ու պատկերացնում ենք, չէ, որ այն իրավիճակում, երբ Սամվել Կարապետյանը, հայ մեծանուն բարերարը, որ մեր լրջագույն օրահարցային խնդիրներում լիներ դա ցեղասպանություն, Արցախյան հարց, թե լիներ ներքին բարեգործությունների շղթա, հա, մենք նոր ենք իրազեկվում, թե այդ մարդը ինչ մասշտաբի ներդրումներ է կատարել մեր երկրում, սկսած բնակավայրերի նորոգումից մինչև հիվանդանոցների կառուցում եւ անհատական բարեգործություններ։ Երբ այս մասշտաբի հայը ազատազրկվում է իր հայրենիքում, դա լրջագույն ազդակ է աշխարհի գործարարների ու ներդրողների համար։ Արդյոք օտարազգի ներդրողը, թեթև մի հատ Google որոնողական
ուսումնասիրությունից հետո կգա Հայաստանում եւ կկատարի ներդրում։ Այն էլ են պայմաններում, ասեմ, ինչ տեղի ունեցավ, ծայրաստիճան անհիմն հակաիրավական եղանակով Սամվել Կարապետյանին ազատազրկեցին ու բնականաբար հետո պետք է լինեին ինչ որ գործընթացներ, որ մի կերպ արդարացնեին այդ մարդուն անազատության պայմաններում պահելու։ Սկսեցին նրա հետ առնչվող բոլոր բիզնես գործընթացների մոնիթորինգները, ուսումնասիրությունները, բազմաթիվ գործեր հարուցվեցին, հա, հենց իմ կողմից այդ օրը ուղիղ մատնանշված հոդվածով, որովհետև հենց այսօր էլ Նիկոլ Փաշինյանը էլի որակում տվեց, ասեց սա փողերի լվացում է, ուղղակիորեն հրահանգավորելով։ Եթե մեզ մոտ ուսումնասիրություն կատարենք եւ Հայաստանի Հանրապետությունը այն երևի թե այսօր միակ պետությունն է, որ մեկ շնչով քաղաքացիների բնակչության այդքան շատ փողերի լվացման դրվագով ունի հարուցված գործեր։ Սա պատահականություն չէ, սա եւս մեկ ցուցիչ է, որ կան կոնկրետ հոդվածներ, որոնց հիմքով կոնկրետ մարդկանց նկատմամբ քաղաքական հայացքներ ունեցող ընդդիմադիր տեսակավորված հարուցվում են քրեական գործեր։ Տեսեք, երբ որ խոսքը գնում է Սամվել Կարապետյանի մասին, հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները եւ նաեւ աշխարհի տարբեր երկրներում ունեցած դիրքը կապերը հնարավորությունները գործի քննության վրա ազդեցություն ունենալը կարելի է գոնե ենթադրել, իհարկե հաշվի առնելով, որ դատարան ենթադրություններով չպետք է առաջնորդվի։ Բայց ամեն դեպքում ինչ վերաբերում է հոգեվորականներին, թեմի առաջնորդներին, նրանք այդ հնարավորություններ իբր կարող են ունենալ Հոբսի ամսակում ներառված գործարանը չունեն։ Այս դեպքում հոգեվորականների նկատմամբ ինչու բայացկանք է։ Քաղաքական դրդապատճառն է, եկեղեցու դեմ արխավը։ Հենց այստեղ է ուղղակի կոռելացիան, հա, համադրությունը, տեսեք, ինչու է Սամվել Կարապետյանը անազատության մեջ։ Այստեղ գալիս է այդ շղթայական տրամաբանական կապը, եկեղեցի։ Թիրախում այսօրվա իշխանության եկեղեցին է։ Եկեղեցին այն հնագույն կառույցն է 1700-ամյա կառույցն է, որին հաջողվել է այս դարերի ընթացքում գոյատևել ու որն էլ մեր ազգապահպանության դերում վճռորոշ անկյունաքարային դեր է ունեցել։ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է եկեղեցին, հենց սրա իրավունքը նա չուներ։ Ըստ ու պատահական չէ, հա, մեր սահմանադրությունը հստակ տվել է եկեղեցու նվիրված դրույթ ու այդ իր գոյության նպատակների շարքում բացի ընդգծելով հայ առաքելական եկեղեցու բացառիկները նշել է, որ եկեղեցու բացառիկ լիազորություններից է մեր ազգային ինքնության պահպանումը։ Հիմա երբ թիրախավորվում է եկեղեցին, ակնհայտորեն թիրախում հայտնվում է մեր հայերիս ազգային ինքնությունը, որովհետև մենք այն քիչ ազգերից ենք, որ շուրջ 3 միլիոն ենք Հայաստանում, բայց 10 միլիոնի հասնող ենք աշխարհում։ Ու ինչպես ենք մեզ հաջողվել այդ 10 միլիոնը պահպանել։ Ամբողջ աշխարհում տարբեր երկրներում մենք բոլորս, հա, երբ այցեր ենք կատարում, կլինի դա Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Մոսկվան, Ֆրանսիան, այցելում ենք այդ քաղաքների սրտերում գտնվող մեր վայելուչ եկեղեցիները։ Հենց եկեղեցիների ու մեր հոգևոր հայրերի աշխատանքի շնորհիվ է, որ իրենք այդ քաղաքներում հիմնել են հայկական դպրություն, իրենք են ապահովում հայրենի տառաճանաչությունը, հայրենի դասընթացները, հայկական մշակույթի քարոզը հայկական միջավայրերում։ Եվ երբ թիրախավորվում է ողջ ինստիտուտը, ակնհայտ է, հա, մեր ինքնությունն է թիրախավորված ու հենց դա էր իմ գնահատմամբ նաև պարոն Կարապետյանի կարմիր գիծը ինչու նա անազատության մեջ հայտնվեց, որովհետև նա թույլ չտվեց անցնել այդ կարմիր գիծը, տվեց հանրային գնահատական այս գործընթացին։ Ինչու են սրբազան հայրերը թիրախավորված, որովհետև իրենք կրկին բարձրաձայնում են մի շարք երևույթների, այդ թվում եկեղեցու հետ կապված գործընթացների անթույլատրելիությունը, որովհետև մեր գործադիր իշխանության ղեկավարի այս միջամտությունները եկեղեցու նկատմամբ դրանք հակասահմանադրական են ու հակաիրավական են, թե սահմանադրության մակարդակով ու թե եկեղեցու պետության հարաբերությունները կարգավորող օրենքով հստակ սահմանված է, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են ու պետությունը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական գործերին, անկախ նրանից ներեկեղեցական կանոնակարգով ինչն է խախտվել, ինչը ոչ։ Դա միայն եկեղեցու որոշելիքն ու անելիքն է։ Եկեղեցու եւ պետությունը պատերին ու պարտավորություն
ներքի բարոյականություն ունեն այն 10 միլիոն հայերը, եւ այստեղ գտնվող 3 միլիոն հայերը ըստ քաղաքատարկյալների մի ամբողջ խորհրդան, հաշվի առնելով երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, եկեղեցու դեմ աշխարհող խոսքի ազատության սահմանափակումը, մամուլի նկատմամբ, չգիտեմ, Արեգ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի դեպքում փորձենք նաև այսպես ներառել, այս ակների համակցությամբ ինչ ունեն տանելու մենք բոլոր հայերս։ Դե առաջին հերթնախ ընդգծեմ, որ միանշանակ չեն այն պնդումները, որ աշխարհը չի անդրադառնում այս դեպքերին։ Դեռ գործերը քննության ընթացքում են, ես համոզված եմ, մարդու իրավունքների եվրոպական դատարանին, երբ կհաստեն այս բոլոր ներպետական գործընթացները, երբ սպառվեն ներքին ատյանները բողոքարկման, տալու է իր գնահատականը ու միանշանակ համոզմունքս հենց միեդի նախադեպային պրակտիկայի վրա է ապավինում։ Մեր իմնեմնիմի տղաների, Սամսոնյան, Սաղաթելյան кейսը, մարդիկ երկրորդ անգամ են նույն բնութագրիչ հատկանիշներով ձերբակալում բացառապես խոսքի ազատության իրացման համար, երբ նորմալ իրավական պետություններում կան իրավական գործընթացներ, եթե ձեր համար վիրավորական է հնչել խոսքը, գնացեք դիմեք դատարան, թող դատարանը դրան գնահատական կա։ Պատժիչ հատկանիշներով ազգային անվտանգության ծառայությունը ներխուժում մարդկանց բնակարաններ, ահաբեկում է մարդկանց ընտանիքներին ու կոպիտ կերպով արժանապատվություն նվաստացնելով մարդկանց բերման է ենթարկում։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում իրավապահ մարմինների միջոցով։ Մենք ունենք անելիքներ, մենք պետք է բոլոր գործիքակազմերը, թե կլինի խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, մենք հասարակական կազմակերպություններս, ընդհանուր քաղաքասարակությունը, մենք պետք է բոլոր դեպքերը մանրամասն տարբեր լեզուներով իրազեկենք մյուս պետությունների ղեկավար կազմերին, բոլոր գործող կազմակերպություններին, ակտիվ քաղաքական հասարակությանը արտասահմանում։ Պետք է մենք այս ամենը դարձնենք զանգակ ու եթե դուք հետևել եք, արդեն կրոնական կազմակերպությունները միջազգային բավականին սուր գնահատականներ են տալիս, անգամ այդ հայտնի աղոթքի նախաճաշը, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, այդ նույն նախաճաշին մասնակցելու եկած միջազգային կազմակերպություններ այնուհետև հանդիպումներ ունեցան եւ բավականին սուր արձագանքներ տվեցին ու ապշածեին մեր երկրում տեղի ունեցողից, ապշածեին, որ մեր երկրի հնագույն կառույցը, անկյունաքարային կառույցը, հայ առաքելական եկեղեցին ներկա չէր այդ սեղանին։ Ու ես համոզված եմ, որ ծնագնդի էֆեկտի պես այս աղմուկը գնալով ահասնանալու է եւ ծնագնդի էֆեկտի պես շատ մեծ հետևանք է ունենալու գլորվելով այս իշխանության գործողություններ։